ժողովուրդը երբ անիից եկավ այդ գետակի ափերը, ուրեմն տեսան, որ հրաշալի վայր է, բլուրների մեջ եւ այլն, եւ այդտեղ հանկարծ ծնվում է այսպիսի մի գաղափար. առ-ափ կերտ, այս ափին կերտենք մեր քաղաքը, եւ այդպես առ-ափ կերտ ի վերջո դարձավ Արաբկեր, սկզբում իմիջիայլոց գրվում էր Արաբկեր, հետո դարձավ Արաբկիր, ու այդպես մնաց, մենք ունեցանք Արաբկիր։ Շատ մեծ դեր խաղաց ամերիկահայ արաբկիրցիների միությունը, որովհետև այնտեղ վաղուց արդեն մոտ 1-2 տասնամյակ, 1 տասնամյակից ավել կար այդ միությունը, եւ նրանք անմիջապես արձագանքեցին այդ կոչին ու եկան բանակցությունների 24 թվի հունվարին։ 24 թվի հունվարից բանակցություններ սկսվեցին խորհրդային իշխանության ղեկավարների հետ, Լուկաշինն էր, Արտաշես Կարինյանն էր, Կենտկոմի նախագահ եւ այլն։ Եվ այդ պատվիրակությունը առաջարկում էր իր պայմանները, կառավարությունը իրեն։ Եվ իմիջիայլոց ինչ է հետաքրքիր, առաջարկվեց այսօրվա այդ որ ժողովրդական լեզվով դալմայի բաղեր են ասում, այդ հատվածում կառուցել համայնքը։ Ընդ որում ասեմ, որ սա առաջին համայնքն էր պետական խորհրդային պետականություն հաստատումից հետո մեր Հայաստանում։ Հիմնարկետին մասնակցել են եւ ճառեր են ասել Կենտկոմի նախագահ ասեցի Արտաշես Կարինյանը հայտնի դեմք է, Լուկաշինն ներկա է եղել, Վրաստանի Կենտկոմի քարտուղարն է ներկա եղել, հրավիրել են, շատ մեծ իրադարձություն է եղել եւ ասեմ ձեզ, որ նաեւ ներկա է եղել Գուրգեն Մահարին, գրողը, որը Երևանում էր այդ ժամանակ, ասում է ընկերս հյուրանոցում ասաց, որ պիտի գնամ այդտեղ միջոցառում կա, ես էլ գնացի եւ հետո հուշեր եմ գրել։ Արաբկիրը այս 100-ամյա իր պատմության մեջ բազում փոփոխությունների է ենթարկվել ու այո ես խորը արմատները ուսումնասիրելով, դրանք վերհանելով ներկայումս հասկանում եմ, որ մենք ավելի շատ պետք է հղում անենք հենց այդ արմատներին, այդ տեղահանվածներին, ովքեր որ նախաձեռնությամբ հանդես եկան եւ հիմնեցին այս նոր արաբկիր վարչական շրջանը։ Այդ արմատների մեջ հենց դա է եղել այն էլիտան, որոնց մեջ եղել են բազում գիտնականներ, մշակութային գործիչներ, արվեստագետներ, քաղաքական գործիչներ նույնիսկ, բիզնեսմեններ, հենց այդ կորիզը ոնց որ արաբկիրը դարձրել է այնպիսին, ինչպիսին հիմա կա ու ներկայիս արաբկիրը մենք որ նայում ենք ինքը այդ նույն մշակույթի կրողն է շարունակական։ Որ ասում եմ արաբկիր, հիշում եմ Արևմտա Հայաստան։ Էդ է ինձ բանանում տպավորվում մեջս Արևմտա Հայաստան։ Շենգավիթ, որ ասում եմ տենց անուններ, էդ է տպավորվում։ Իսկ այսօր հպարտ եմ, որ ստեղ եմ, արաբկիրում եմ, արաբկիրի պատվավոր քաղաքացի եմ, ուրախ եմ դրա համար։ Ինչ որ ոչ թե պարտականություններ կա, այո կա, զգաստ եմ միշտ այդ խոսքի հանդեպ, զգաստ։ Հայրենադարձներին հատկացրել էին հողեր արաբկիրում, որպեսզի եւ օգնել էին, որպեսզի իրանք տներ սարքեն եւ բնակվեն։ Եվ դա դարձեց արաբկիրը արդեն ապրելու շրջան։ Հետո միացավ պետությունը եւ պետությունը սկսեց սարքել շենքեր եւ արաբկիրը դարավ մի նոր շրջան, որը այսօր արդեն չես ասի, որ նոր է, բայց այն ժամանակ դարավ մի նոր շրջան, որտեղ մարդիկ սկսեցին ապրել եւ ստեղծել իրենց ապրելու ստրուկտուրաները։ Այդ ստրուկտուրաները այսօր շատ լավ աշխատում են եւ զարգացրել են։
հիմնադիրներից էր իմ շատ սիրելի բանաստեղծ Վահագն Դավթյանը, հենց այնտեղ էլ ապրում էր, իր տունը կա, եւ հետագայում ես չէի մտածի, որ կարող ինձ բախտ վիճակվի այդ հրաշալի բանաստեղծի, այդ տաղանդավոր մարդու հետ ես ընկերանամ եւ իր մահից հետո ես իր մարմարե քանդակը կդնեմ հենց Արաբկիրի սրտում։ Մեր օրյա Արաբկիրը շարունակելով 100 տարի առաջ հիմնված Արաբկիրի ավանդույթը, իր մեջ կրելով այդ էլիտան, այդ մշակույթը, ներկայումս բախվում է արդեն նոր մարտահրավերների, ժամանակակից մարտահրավերների։ Մենք ներկայումս լծված ենք այդ մարտահրավերները լուծելու ուղղությամբ։ Հինը պահպանելով ստեղծում ենք նորը։ Ես հիշում եմ, երբ որ եկանք Կիևյան փողոց տուն ստացանք, հայրս տուն ստացավ, արդեն Արաբկիրում էինք, 58-9 թիվն էր, հələ այստեղ բան չկար։ Ռաֆու դպրոցի հետևը այդ կողմերը ամայի տեղ էր, սև բազար կար, սև շուկա։ Եկանք հորս հետ նարդի գնելու, նարդի առանք, ոչ մի բան չկար ստեղ։ Անցել 60 տարի, 65 տարի, շատ արագ ուրիշ քաղաք է դարձել, գունազարդվել է։ Տատիկս ապրում էր Արաբկիրում այն ժամանակ, մայրական կողմից տատիկս, Կասյան փողոցի վրա, այսպես կոչված իտալական բակ կար, հենց վերջի դալանը, որ կա ձախ կողմից, տեղ էր ապրում եւ մանկության շատ տարիներ անցկացրել եմ հենց Արաբկիրում։ Արաբկիրում ապրում եմ 88 թվից, արդեն ահագին ժամանակ է։ Եվ մեկ այսօր, երբ որ կինս ասում այն մարդիկ կենտրոնում են ապրում, ես իրան արդեն մի քանի տարի է բացառում, ինքը արդեն համոզվել է, որտեղ ինձ հետ համամիտ է, որ Արաբկիրը Երևանի ամենալավ շրջանն է, եւ կենտրոնն է, եւ իր միկրոկլիման ուրիշ է։ Ես կարծում եմ արաբկիրցին այսօր դարձել է երևանցի, չնայած արևմտյան Հայաստանից այնտեղից է եկել, բայց այսօր Երևանի հիմնական կորիզն է արաբկիրը եւ պատահական չէ, որ արաբկիրը կոչում են նաեւ մեծ կենտրոն եւ մտնում է մեծ կենտրոնի մեջ, այո, կենտրոնը կենտրոն է, արաբկիրի հետ միասին մեծ կենտրոն ենք մենք ստեղծում եւ կարծում եմ այն մարդիկ են, որոնք որ մեծ լումա ունեն ընդհանրապես Երևան քաղաքի զարգացման մեջ։ Ինձ թվում է, ինչպես ցանկացած հայ բնակիչ, ինչպես ցանկացած երևանցի, այնպես էլ արաբկիրցին կարևորը պիտի լինի չախտոտող, սիրող, խնամող, հոգատար քաղաքացի առաջին հերթին, ու հետո նաև արդեն իր վարչական համայնքին արժանի մարդ, որովհետև ինձ թվում է դրանից ավելի կարևոր բան չկա։ Մարդիկ շատ լավն են։ Ես չեմ ասում ուրիշ տեղեր վատն են, բայց քանի որ ես ապրում եմ ստեղ, ես պետք է ասեմ, որ Արաբկիրը ինձ համար ամեն ինչ է։ Արաբկիրը իմ տունն է եւ Արաբկիրը իմ միջավայրն է եւ ես ոչ մի ուրիշ տեղ չէի ուզենա գնալ ապրելու։ Սարյանը մեր նկարիչ Սարյանը լավ խոսք ունի, այդ ձևով կասեմ, ասում է ճարտարապետությունը, նկարչությունը, երաժշտությունը, գրականությունը, դրանք ժողովրդին տանում են դեպի արևը։ Այդ նույնը ուզում եմ իր խոսքերը օգտագործել, որ ուր է տանում մեզ բոլորիս դեպի արևը, դեպի պայծառ ապագան, այսպես ասած։ Դա արևն է, սիմվոլիկ, որտեղ մենք վերջին հաշվով արևի ժողովուրդ ենք եղել, չէ՞, արևապաշտ ենք եղել, արա, չէ՞ մեր ամեն ինչը, Արարատ, Արմեն, Արմենիա, արն է, արևն է դա։ Այնպես որ դեպի արևը ճիշտ է։ Նախ պիտի լավ մարդ լինի, երկրորդը լավ հայ լինի, երրորդը լավ արաբկիրցի լինի, այս երեքը պարտադիր են, և արաբկիրցի ինչ է նշանակում, նշանակում է, եթե դու արաբկիրում ես ծնվել, արաբկիրում ես մեծացել, ուրեմն մտածի նաև արաբկիրի մասին, ուրեմն եթե միտեղ մի բացասական բան ես տեսնում, խոսի այդ մասին, աշխատի այդ բացասականը էլի եմ ասում վերացնել և մի դրական գործ անել։
ես միշտ հիշում եմ, թե ինչքան հետաքրքիր տոներ ենք միասին անցկացրել Արաբկիր վարչական շրջանի բավականին շատ բարեկարգումների հետ կապված նախաձեռնություններում հանդես եմ եկել որպես հաղորդավար, վարել եմ մի շարք բակերի բացումներ, դրանք շատ տպավորված են իմ ուղեղում, որովհետև ես դեռ իսկապես շատ անգիտակից տարիքում էի ավելի, բայց մինչև հիմա էլ անցնելով Արաբկիրի տարբեր բակերով, տարբեր շրջաններով շատ հետաքրքիր կերպով եմ նայում ու հիշողություններով եմ լցվում, թե ինչ հետաքրքիր էր ու ինչքան փոփոխություններ տեղի ունեցան այդ ամբողջ շրջանում։ Արաբկիրը լավացել է այն առումով, որ բոլոր ստրուկտուրաները ստեղ կան։ Հենց որտեղ որ ես ապրում եմ, աղբյուրներով 7։ Քանի խանութ կա, քանի ամեն ինչ կա, քեզ նույնիսկ շուկա գնալ պետք չի, ամեն ինչը կողքը տա, մարդիկ բարեհամբույր են, բոլորը իրար ճանաչում են, եւ համոզված եմ, որ Արաբկիրի բոլոր տեղերն այդպես, որովհետեւ իմ շատ ծանոթներ ապրում են, օրինակ Ռայիս Համակրչյանը ժողովրդական արտիստուհի, նա էլ արաբկիրցի, նա էլ միշտ գոհ է եղել իր կողքը իր շենքում ով ապրում, Խաչիկ Սահակյանն ապրում, շատ մարդիկ են ապրում, ինտելիգենցիան ապրում ստեղ։ Խոշոր ծրագրերից է նաև Հրազդանի կիրճում բարեկարգման ծրագիրը։ Մենք մյուս տարի նախատեսում ենք Հրազդանի կիրճում իրականացնել առանձին գոտիավորված մասերի բաժանել եւ իրականացնել բարեկարգման ծրագիր, օրինակ առաջին մասով կստեղծվեն հանգստյան գոտի, սպորտով զբաղվելու գոտի, առանձին յոգայի գոտի, ֆիլմադիտման գոտի ու հենց սա Արաբկիրի զարգացման պլանի մի մասն է կազմում, ավելի հարմարավետ, ավելի սպորտային Արաբկիր ունենալու համար։ Մեծ գոհունակությամբ եմ ուզում խոսել այն աշխատանքի մասին, ինչ կատարվում է ընդհանուր Արաբկիրում եւ ինքս էլ եմ բազմիցս մասնակից եղել այդ աշխատանքների, մասնավորապես մշակութային աշխատանքների, հաճախ ինձ հրավիրել են վարելու մշակութային միջոցառումները այստեղ Արաբկիրում եւ ես իրոք մեծ բավականություն եմ ստացել դրանից, անկախ նրանից թե ով է եղել վարչական շրջանի ղեկավարը, յուրաքանչյուրը իր լուման ներդրել է Արաբկիրի զարգացման համար, յուրաքանչյուրից ինչ որ մի բան մնացել է, նայում ես այսօր այս անկյուններում անտեղ եւ տեսնում ես սա սրահորոք է, սա սրահորոք է եւ սա ամենը գումարվելով փաստորեն արվում է ժողովրդի համար, արաբկիրցիների համար։ Համոզված եմ, որ արաբկիրցիները գոհ են այս ամենից։ 100 տարեկան Արաբկիրը պետք է որ կանաչը շատ լինի։ Ես շնորհավորում եմ նրա 100-ամյակը, շնորհավորում եմ թող բնակիչներին արժանի ղեկավարներ լինեն, բնակիչներից հանգուցյան արժանի ղեկավար լինեն։ Մենք անչափ կարևորում ենք նաև Արաբկիրում կանաչ գոտիների ստեղծումը, վերականգնումը եւ դրա պահպանումը եւ դրա մասին է խոսում այգիների նորոգումը, հիմնանորոգումը, վերադարձը քաղաքացիներին, դրա մասին է խոսում այդ ավտոտնակներից եւ կրպակներից ձերբազատվումը ու տարածքը արդեն որպես կանաչ գոտի քաղաքացիներին վերադարձնելուն ուղղված մեր գործունեությունը ու վերջինիս վերաբերյալ կարող եմ ասել, որ ամեն օր Արաբկիրում այդ նպատակին կանաչ գոտիները վերականգնելու նպատակին ուղղված ամենօրյա աշխատանք է կատարվում, ամեն օր ինչ որ միտեղ կամ վերականգնվում կամ բացահայտվում է մի նոր տարածք, որը դառնալու է կանաչ գոտի։ Ես բոլոր արաբկիրցիներին շնորհավորում եմ եւ մաղթում եմ առողջություն, որովհետեւ մեզ մոտ ստեղ կանանչը շատ է, ստեղ մեր մոտ կլիման շատ ավելի լավն է, քան կենտրոնում եւ մաղթում եմ առողջություն եւ վայելենք այս մեր շրջանը եւ շարունակենք ապրել։ Սիրելի երևանցիներ, սիրելի արաբկիրցիներ, հիշեք, որ այս քաղաքը մերն է։ Այս քաղաքը, այս վարչական շրջանը Արաբկիրը մերն է։ Մենք պետք է, այո, էլի եմ կրկնում, հոգատարությամբ վերաբերվենք մեր քաղաքին,
մեր վարչական շրջանին, քանի որ տեսնում եք, որ ձեզ համար ամեն ինչ արվում է։ Ես ուզում եմ շնորհավորել բոլորիս 100-ամյակի կապակցությամբ, այսօր մենք նշում ենք 100-ամյակը, դա շատ չէ եւ քիչ էլ չէ կարելի է ասել, մարդկային կյանքի համար միգուցե շատ է համարվում, բայց վարչական շրջանի համար դա շատ քիչ է եւ համոզված եմ, որ դեռ կավելանան եւ առաջին թվերը եւ կավելանան զրոները եւ Արաբկիրը եւ Երևան քաղաքը միշտ կհարատևի։ Մենք Արաբկիրի հոբելյաններ նշել ենք 40-ամյակ, 50-ամյակ, 60, 70, ամեն 10 տարին մեկ։ Անկախացումից հետո ավելի մեծ շքով ենք նշել։ Եվ այսօր էլ 100-ամյակ ենք նշում, Աստված տա, որ այդ 100-ը դառնա 200, 500, 1000, եւ ես չեմ կասկածում, որ այդպես էլ լինելու է։ Շնորհավորելով Արաբկիրի 100-ամյակը, ցանկանում եմ, որպեսզի Արաբկիրի քարե շենքերը, պատերը, պուրակները, փողոցներն ու եւ այգիները միշտ լեցուն լինեն ջերմությամբ, ուրախությամբ, խինդով եւ ծիծաղով։